Հայաստանում ծվարած հակապետական ռուսական ուժերը, ոչ թե պրոռուսական, այլ ռուսական ուժերը, որի մեջ մտնում է Գազպրոմ Արմենիայի ուրեմն ողջ անձնակազմը ավելի քան 90%-ով, հեցի մեծ մասը, որ դեռևս չեն հասկացել, որ ինչ է կատարվել երկրում, ռուսական երկաթուղու ուրեմն հարավային Կովկասի բաժանմունքի Հայաստանի մասնաճյուղը, որը համարվում է լուրջ սպառնալիք, 102-րդ ռազմաբազան, ինչու չի նաև Ռուսաստանում փայլուն կերպով ծվարած հայկական Հայաստանից փախած քրեոլիգարխիկ տարերը եւ իրավական այն ուժերը, որոնք եղել են գլխավոր դատախազ, մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար, գլխավոր շտաբի պետ, նախկին պաշտպանության նախարար, որոնք կարծես թե ավելի ստոր կերպով են պայքարում մեր պետությունը կործանելու համար, քան իրենք Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը Պուտինի գլխավորությամբ։ Գիտեք իմ համար որն է այստեղ ձեռք բերումը եւ բաղդատելը եւ հստակ կերպով տարանջատելը, որ մեր ժողովուրդը այնքան իմաստություն եւ քաջություն ունեցավ, որ կարողացավ հասկանալ ինչ է նշանակում Ռուսաստան, ռուս ժողովուրդ եւ ինչ է նշանակում Ռուսաստանի Դաշնության ղեկավարություն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այսօր Ռուսաստանում այնպիսի մի չափերի է հասել վառելիքաէներգետիկ ճգնաժամը, որ կարծեք թե արդեն իրենց ժողովուրդը, նույնիսկ իրենց ղեկավարության շատ ներկայացուցիչները դժվարանում են հասարակական տրանսպորտով, անձնական մեքենաներով կարող է դա շարժվել։ ինչ-որ բողոքի ալիք բարձրացնել, պարոն Սաֆարյան, փորձագետներ, որ ասում են ռուսական քաղաքական կյանքի մեջ չեմ ուզում ներթափանցել, ինձ ավելի շատ այսօր հետաքրում է մեր ժողովրդի, մեր պետության եւ մեր հասարակության զարգացումը անցնցում կերպով։ Ես պիտի կրկին շեշտեմ, որ դեռևս կիսատ ասացի եւ ծվարած այո, այդ օլիգարխիկ եւ այդ ուժերը, որոնք ժամանակին զբաղեցրել են պաշտպանության նախարարության համակարգում եւ իրավական ուրեմն կառույցներում շատ բարձր դիրք եւ ինչու՞ չի նաեւ այն բազմաթիվ կազմակերպություններ, հասարակական ասեմ, որոնք ուղղակի բառից բունի մատով սաբոտաժ են անում Հայաստանի, փորձում են ասենք սաբոտաժ անել տարբեր ոլորտներում, հասարակական քաղաքական կյանքում, արտաքին քաղաքականության մեջ։ Դրանց թվին պետք է ես դասեմ ուրեմն դիվանագետներին, որոնք ունենալով կրթություն, բայց տեսնում են, որ նրանց օգտակար գործողության գործակիցը 0-ից ցածր է, եւ ինչու՞ չի նաեւ զանազան սպաների միություն, հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին սպաների միությունը, որոնք զբաղված են ուրեմն պետականաքանդման եւ քայքայիչ գործունեության ուրեմն ուղղությամբ այդ ծրագրերով առաջ են տանում այդ ծրագրերը իրենք ամբողջովին կաշառված ամբողջովին պետական մտածելակերպի զուրկ, նույնիսկ նրանց մասնագիտական որակները այնքան ցածր են, որ ես զարմանում եմ, թե ժամանակին ինչպես են նրանք դարձել ազգային անվտանգության ծառայության կամ նախարարության տնօրենի տեղակալներ, վարչության պետեր, գերատեսչության ղեկավարներ, որ նրանց պետականաքանդման գործունեությունը ուղղակի զարհուրելի չափելի է հասել եւ նրանք դարձել են պարզապես դավաճաններ, ուրիշ ոչ մի բան ես նրանց չեմ կարող ասել։ Ահա այս ամենը իմի բերելով ներկայացնում են Ռուսաստանի Դաշնության նախագահին, որը չի շտապում շնորհավորել Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարության հիմքով ընտրությունների արդյունքները, որի արդյունքում հաջողության հասել իշխող քաղաքական ուժը։ Ասեմ ինչու համար։ Նրանք դեռևս հույս ունեն երկրում շարունակել ապակայունացնող գործողությունները, հրահարել սոցիալական նոր ուրեմն իրադարձություններ, որը հղի է անկանխատեսելի եւ վտանգավոր հետևանքներով։ Եվ այս ուրեմն բեռնարգելքները ես սանկցիաներ չեմ համարի, որովհետեւ սա ընդամենը պիտի ասեմ բեռնարգելքներ եմ ես համարում, պատժամիջոցները կարծում եմ դեռևս շատ կտրուկ է եւ վաղաժամ է դրա մասին բան ասելու, բայց ես պիտի ասեմ, որ մենք նաեւ պատրաստ ենք հետագա զարգացումներին, անգամ եթե դա լինի վատթար տարբերակներով։ Մենք կարող ենք ասել եմ, չեմ ուզում շարունակել, Իրանի հետ խորացնել
գազի մատակարարման խնդիրը, եւ ես ուղղակի ապշած եմ մնում, որ մեր նախորդ ֆինանսների նախարարները 1-2 հոգի, որոնց ճանաչում եմ եւ որոնց թվացial կերպով համարել եմ գրագետ մարդիկ, ասում են խողովակը նեղ է, կարող են պայթյունավտանգ լինել, մենք այսօրվա մասին ենք մտածում, վաղվա մասին չենք մտածում, տեսեք, ես պատկերավոր կերպով ասեմ, եթե հանկարծ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները մի դուռ փակվում է, դե հիմնական սպառնալիքը գիտեք, դա գազի կրճատումով կամ գազի խողովակը փակելով ավտալն է, հիմնական սպառնալիքը դա է, եւ հաջորդը մթերքները եւ խմիչքները, եթե մի դուռը փակվում է, ապա հստակ կերպով ես ասում եմ, մի քանի դուռ բացվելու է, դրանում մազաչափ ես մեր ժողովրդին հստակ կերպով հավաստիացնում եմ նկատի ունեք եվրոպական կառույցների եւ հայտարարությունները եւ կառույցների եւ նաեւ ինչու՞ չնե մեր կառավարության այց ենք ունենալու դիվերսիֆիկած քաղաքականությունը կարծեմ այսօր թե վաղը Երևան է ժամանում Եվրամիության բարձր հանձնակատարը հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ կարծում եմ որ քննարկումները լինելու են բազմաբնույթ Ամերիկայի հետ կապված Միացյալ Նահանգների շատ շուտով ստորագրվելու է եւ արհեստական բանականության առումով եւ ճանապարհների կառուցման առումով հատկապես TRIP-ի կարծեմ արդեն ձեռնարկվել է հիմնարկել արվել է մեր պաշտպանի տարածքային կառավարման նախարարի մասնակցությամբ օրեր առաջ եւ նաեւ հատկապես մթերքների առաքման ուղղությամբ ինչպես Միջին Ասիա, այնպես էլ Արևելյան Եվրոպա։ Գիտեք, շատ բաներ կարելի է ասել։ Ես ինքս չեմ ուզենա մտնել մի դաշտ, որի բացատրությունը կարող է ամբողջովին կլանել մեր հարցազրույցի ժամանակը։ Ուստի ես պիտի ասեմ, որ միանշանակ ապագան հուսադրող է, եւ ես պիտի ասեմ, որ Ռուսաստանը ինչքան փորձում է առաջ բերել մեր մոտ ապակայունացնող իրավիճակ, դա իր մոտ չի ստացում, ավելի է ձախողվում։ Ինչքան փորձում է բեռնարգելքները խստացնել, դա եւս իր մոտ չի ստացելու, որովհետեւ Ռուսաստանը նաեւ խիստ պահանջարկ ունի Հայաստանում արտադրվող եւ մթերքների եւ խմիչքների եւ բազում այլ սարքավորումների տեսանկյունից։ Կարծում եմ, որ այսպես էլ մենք պիտի վերաբերվենք եւ ես գտնում եմ, որ պետք չի իրար անցնել, իրար անցում մեզ պետք չի։ Իհարկե, ես ցավում եմ մեր բազմաթիվ գործարարների, ձեռներեցների, ապրանք արտահանողների, ներկրողների հատկապես արտահանողների տնտեսական իրավիճակի ասեմ վատթարացման պայմաններից համար, բայց ես կարծում եմ այս ամեն ինչը շտկվելու է եւ պետությունը ամբողջովին հոգ է տանելու մեր գործարարներին Գևորգ Պապոյանն ասում է, որ արդեն որոշակի գործընթացներ սկսել են վնասներից խուսափելու համար Հանդիպել եմ եւ Պապոյանի հետ, Գևորգ Պապոյանի հետ էկոնոմիկայի նախարարի վճարումների հետ կապված որոշակի փոփոխություններ են հանդիպումների ուրեմն ժամանակացույց այլ նախարարների հետ հանդիպել եմ նաեւ սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար պարոն Թորոսյանի հետ եւ կարծեմ որ ամեն ինչը վերահսկվում է, ամեն ինչը օպերատիվ կերպով արձագանքվում է տեսեք Հիմա ասում են, որ ընդդիմության մի հարց փակ մնաց իշխանության կողմից, կառավարության կողմից եւս օգտագործվել է կաշառքի միջոցներ եւ այլ եւ այլ։ Նախ դա վարչական ռեսուրս է օգտագործվել։ Հիմնազորք է, ասեմ հետեւյալը, այսինքն այդ ուրախ-ավտոբուսը ֆինանսավորվել է հենց ֆինանսավորվել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական կառույցության հիմնադրամի կողմից հստակ կերպով եւ ես պիտի ասեմ հետեւյալը 10000 դրամները պատմության մեջ 36 տարվա մեջ չի եղել որ միանգամից կառավարությունը 10000-ով բարձրացնի կենսաթոշակները ասենք շեշտենք ու առաջ գնանք Պատմության մեջ չի եղել, որ 48 երկրների ղեկավարներ Հայաստանում մասնակցեն մի ֆորումի, որը մեծ արձագանք է գտել ամբողջ աշխարհում։ Պատմության մեջ չի եղել, որ 1-2 ամսվա ընթացքում Միացյալ Նահանգների երկու բարձր պետական պաշտոնյաները եւ փոխնախագահը եւ պետքարտուղարը այցելեն Հայաստան։
Եվ այսպես շարունակաբար։ Պատմության մեջ չի եղել, որ Արցախի հայկական լինելը դրվի կասկածանքի տակ։ Պարոսապարյան, կամ փակ պահեն այդ թեման։ Եթե դուք ուզում եք ես դրան անդրադառնամ, մենք հաջորդ հաղորդման ժամանակ անպայման ես դրան կանդրադառնամ, եւ սա պատճառը հետևանքային կապով ունեմ իմ ուրույն բացատրությունները եւ որ սա ավելի շատ պատմության մեջ չի եղել այնպիսի բան, որ Օրդուբադում այդպիսի մի ֆորում կազմակերպեն եւ ասեն, որ Արևմտյան Ադրբեջան պետք է վերադառնան ադրբեջանցիները։ Դե արգելի Ադրբեջանում նման գործելակերպը։ Դե ամեն դեպքում պատմության մեջ այդպես չեղած բաներ։ Մեր տասնյակ հազարավոր մոլորյալ արցախցիները, տասնյակ հազարավոր սխալ ասացի, գոնե մի քանի հազար մոլորյալ արցախցիների մենք պիտի հետ կանգնենք հակապետական քայքայիչ գործունեությունից։ Մենք հետևենք իրադարձությունների եւ նաեւ սա ասեմ, որ անդրադառնալով այս քայքայիչ գործունեությանը դրսի ուժերի թելադրանքով, ահա սա է ստիպում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը նաեւ իր խամաճիկների միջոցով մեդիա դաշտում եւ այսպես կոչված հայացին հայատյասների ձերքերով, որովհետև այսօր մենք այնպիսի զարհուրելի բաներ ենք տեսնում նրանց կողմից արտահայտություններ, որ մարդ ապշում է, թե դրանց երակներում ինչպես կարող է հայի արյուն հոսել։ Կարծեմ երկրորդ նախագահը ասում է Մարգարիտա Սիմոնյանը ինչ վատ գործունեություն է ծավալում, դուք պատկերացնում եք։ Մարգարիտա Սիմոնյանն էլ ասում է եկեք իմանանք, ով Նիկոլ Փաշինյանին է ընտրել Ռուսաստանի Դաշնություն, մուտքը արգել ենք, որտեղ դա ռուսական գործողությունների Անդրանիկ Միհրանյանի մասին ժամանակին ես եմ Անդրանիկ Միհրանյանին եւ Ռոբերտ Քոչարյանին իրար ծանոթացրել Ստեփանակերտում 1988 թվականին, բայց հիմա դա անցել է, դրա մասին չեմ ուզում խոսել։ Այն հակապետական գործունեությունը, որ ծավալում են Հայաստանի Հանրապետության քաղաքական այս ուղղությունները, սա ոչ թե պետք է դատապարտել, այլ պետք է արգելել եւ նրանց գործունեությունը եւ նրանց ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում, ուղիղ կերպով ասում եմ, կա մի օրենք, որը կոչվում է, կա մի մոտեցում, որը կոչվում է օստարակիզացիա, աստրասայս, խեցեվճիր, որ դրանից հետո նրանք իրավունք չունեն մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, ոչ թե պերսոնա նոն գրատա բան, սրանք ավելի մեղմ կիրառելի ուրեմն մոտեցումներ են։ Ահա սա պիտի լինի մոտեցումը եւ հստակ կերպով նորից ասեմ, նշмарվում է ընդամենը մեկ բան ապօրինի կերպով, էժան, հեշտ կերպով ձեկ բերած իրենց սեփականությունը պահպանելու նպատակով։ Միայն նրանց քայքայիչ եւ պարակտիչ գործունեության հիմնական նպատակը սա է։ Հետագան այս երեք ուժերի, այսպես կոչված ուժերի համախմբան առումով բերելու է ամբողջովին կործանման այս երեք քաղաքական ուժերի։ Նրանց կործանմանը, հենց իրենք են կործանվելու։ Ամբողջովին նետվելու է քաղաքական աղբաման։ Ասեմ ինչու։ Այլևս ակնհայտ է դարձել կաշառքով նրանց օրենսդրական մարմնում տեղ գրավելու այդ մեծ ուրեմն այդ մոլուցքը այլևս բացահայտված է եւ նրանց հաջորդ ուղղությունը փողոցային պայքար կլինի, օրենսդրական գործունեություն կլինի, հիմնված է լինելու միայն այն հիմքի վրա, որ նրանք կաշառքով են հասել այդ ամենին։ Այլևս ակնհայտ է, որ նրանք փողով են փորձել կործանել հայոց պետականությունը։ Այլևս մեր ժողովրդին ակնհայտ է դարձել, որ քաղաքացիական պայմանագիր իշխող քաղաքական ուժը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կարողացավ կանգնել եւ վճռականապես ոչ ասել Հայաստանի կողմից արտաքին ուժերի կամ արտաքին երկրների, այլ երկրների կողմից Հայաստանը ղեկավարելու փորձին։ Այլևս մեկընդմիշտ վերացել է։ Սակայն ես պիտի ասեմ, կա մի բաց եւ կա մի արատավոր, ուրեմն հետագից, որին ես ուզում եմ անպայման անդրադառնալ։ Այս երեք քաղաքական միավորների հայտնվելը ազգային ժողով իմ մոտ մեծ կասկած է հարուցում հետագա որոշումների, հատկապես երբ որ պահանջվում է ուրեմն սահմանադրական մեծամասնության ներկայության որոշումների ընդունմանը, որովհետև սրանք կարող եմ թվարկել բոլորը
այս երեք ուժերի կողմից ընտրվել են միայն ու միայն կաշառքի ճանապարհով։ Եվ սա է, որ շատ օրենքների ընդունման դեպքում օրենքների լեգիտիմությունը լինելու է խիստ խնդրահարույց եւ կասկածելի։ Եվ ես կարծում եմ, ճիշտ է, ընտրությունները ես համարում եմ ոչ թե ցնցումներ, բայց որոշակի առումով upheaval-ներ, սոցիալական երևույթներ, որը կարծեք թե հասարակության մեջ բնականոն զարգացումը որոշակի առումով խաթարվում է կամ կանգնում է։ Բայց ես կարծում եմ, որ հետագայում պետք է լինի նաև որոշակի առումով հիմք ստեղծել նոր ընտրությունների, թեկուզ 1 կամ 2 տարի հետո անցկացնելու համար, եւ ես կարծում եմ այդ վճռականությունը եւ մեր իշխանությունը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ իշխող քաղաքական ուժը ունենալու են նման համարձակություն գնալու դրան, որտեղ դա է պահանջում մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Տեսեք, ամբողջ օրը ես դիտում եմ թեկուզ 3 րոպեով 5 րոպեով ռուսական ալիքների այդ լուտանքները, այդ այլասերված երևույթները, նույնիսկ նրանք այնքան տականք են, այնքան հանդուգն են դարձել, որ չեն համարձակում ասել Հայաստանի Հանրապետություն կամ այլ տերմին Հայաստանի իշխանություն, ասում են հայ ժողովուրդը եւ այլն, ախր դուք ինչ կապ ունեք հայ ժողովրդի հետ։ Եվ ավելին ասեմ, մենք պետք է նաեւ խստի կերպով վերանայենք հայ-ռուսական հարաբերությունների անցած ողջ պատմությունը, մենք պետք է նաեւ վերանայենք հայ-թուրքական հարաբերությունները, հստակ կերպով եմ դա ասում, որովհետև մենք պետք է վերանայենք նաև հայ ժողովրդի պատմություն, թե Հայաստանի պատմություն եզրույթը, որովհետև Ռուսաստան ծվարած քրեա օլիգարխիան եւ հակապետական ուժերը չեն կարող լինել մի պատմության մեջ, որտեղ կան նաև մեր թագավորները, կան նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ դրան ուրեմն համահունչ կերպով կամ ասենք համահավասար լիներ քայքայիչ ուժերը, որոնք գտնվում են ազգությամբ հայ ուժերը, որոնք գտնվում են Ռուսաստանում կամ այլ երկրներում։ Մենք բոլորս գիտենք ինչպիսի կեղտոտ չափերի էր հասել, եթե չլներ Հայաստանի Հանրապետության իրավապահպան եւ իրավասու մարմինների հետեւողական եւ սկզբունքային գործունեությունը, ես հստակ կերպով ասում եմ, որ դրված է եղել Հայաստանի պետականության լինել չլինելու հարցերը։ Մենք կհառնեինք եւս մի 1920 թվականի։ Մենք կհառնեինք եւս մի Կարսի անկման գործընթացի, բայց քանի որ արդեն մեր ժողովուրդը տեսավ ինչ է կատարում, ես կարծում եմ, որ սա նաև պիտի լինի մեզ համար դաս,